լսեք ձեր կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքը, որից հետո ես կհնչեցնեմ հարցադրումը։ Նախաքննության ընթացքում 2023 թվականի նոյեմբերի 13-ին քննիչի մոտ հարցաքննվել է ԻԹ վստահի տվել հետևյալ ցուցմունքը։ Նշել է այդ ընթացքում կապի միջոցով տեղեկացել եք, որ մարդիկ փակել են Երևան քաղաքի Ամիրյան փողոցը եւ մեկնել են այդտեղ։ Հասնելով տեղ բարեկային ավտոմեքենայի բարձրախոսով ձեր ծառայակիցները հայտնել են, որ ճանապարհը փակելու գործողությունները անօրինական են եւ օրինական պահանջ են ներկայացրել ճանապարհը ազատելու։ Սակայն մարդիկ չեն ենթարկվել եւ ձեր կողմից սկսվել են վարչական ձերբակալման գործողությունները։ Այդ ընթացքում նկատել են մի խումբ երիտասարդների, այդ Լևոն Քոչարյանի թեթևի ընկած շարժվել են դեպի ձեր ուղղությամբ եւ ըստ էության չեն ենթարկվել պահանջին եւ չեն ազատել ճանապարհը, ինչից հետո նրանց եւս ձերբակալել է։ Հետագայում խոսակցություններից տեղեկացել է, որ Լևոն Քոչարյանը ավտոմեքենայի մեջ գտնվելու ընթացքում հարվածել է ոստիկանության ծառայող Վրաչիկ Խաչատրյանին, սակայն անձամբ ոչինչ չեք տեսել։ Դրանից հետո արդեն 2024 թվականի փետրվարի 5-ին լրացուցիչ հարցաքննության ընթացքում տվել է հետևյալ ցուցմունքը։ 2023 թվականի սեպտեմբերի 22-ին Երևան քաղաքի Ամիրյան փողոցի վրա տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ եւ մոտեցել է Լևոն Քոչարյանի եւ մյուս անձանց կազմած շղթային, նրան հրել են ձեր, փորձելով թույլ չտալ, որ շղթան կազմաքանդեն։ Սակայն չեք տեսել, թե կոնկրետ ովքեր են նման գործողություններ կատարել, քանի որ խառնաշփոթ իրավիճակ է։ Հիմա իմ հարցը հետևյալն է։ Նախաքննության ենթարկելու գործընթացը այլ անձանց որն է դե մարդիկ սկզբի հատվածը, որ մարդիկ չեն եղել։ Հիմա հարցադրումս հետևյալն է։ Նախաքննության ընթացքում երբ որ քննիչին տեղեկությունները հայտնել են, ամբողջությամբ ճշմարտությունն եք հայտնել, կա որևէ բան, որ ցանկանում եք ավելացնել կամ պակասեցնել կամ լավ չեք ընկալել կամ սխալ եք հայտնել, թե ինչ որ հայտնել եք ճշմարտությունը։ Չերվիվարկյան առարկությունը Պատմոժան դատարան հակասության վերաբերյալ պարստրամաբանությունը հուշում է, որ եթե հակասությունը տեղի ունենում մեղադրանքի կողմի առկա ապացույցը արդեն վիճելի է դառնում, դա իրենց համար մեղադրանքի բնույթի ապացույցը թե ոչ եւ Խաչաձև հարցաքննության տիրույթ են մենք տվյալ բարակայում տեղափոխում։ Հիմա այս հարցի տեսանկյունից հակասության պետք է Խաչաձև հարցաքննության միջոցով բարձրի թե որն է այս հակասության պատճառը, այլ ոչ թե այդպես նախաքննության ընթացքում դու այդպես ես նշել։ Հիմա դու ես կարող մի բան կա որ սխալ ես հիշում, այդպես չի տրվում հարցը, Պատվարժան դատարան հակասության վերաբերյալ, ուստի կխնդրեմ վերադառնալ։ Պատվարժան դատարան, կներեք մի բան է, մեր գործընկերը մեջ բերեց ոչ թե պարոն Խեչմյանի հարցաքննությունը, այլ մեջ բերեց մեր մեկ այլ հարգելի պարոն Գրիգորյանի կազմած համառոտ նկարագիրը։ Եթե ուզում ենք պարզենք, թե պարոն Խեչմյանը ինչ է ասել, ոնց է ասել, մենք չենք կարող դրա համար հիմք ընդունենք պարոն Գրիգորյանի կազմած համառոտ նկարագիրը։ Ինչքան էլ այդտեղ պարոն Խեչմյանի ստորագրությունը լինի է։ Այս հարցը օրինակ, պարոն Դանիելյան, պարոն Գրիգորյանը կարող ենք, եթե օրինակ հիմա հետևելություններ դատական լիստի կարող ենք ասել ցերրակայանը խնդրենք միցե միանար լիստի։ Շնորհակալություն։ Իսկն ձայնագրություն կա, չէ՞, արցախություն։ Իսկն ձայնագրություն։ Պատմական դատարան հաշվի առնելով Իսկն համառոտակ գրվել է, սա։ Այո, նշված է արձանագրությունը կազմեց քննիչի կողմից, կարդացի ճիշտ է։ Հիմա դրա համար հարցս հենց դրան է վերաբերվում։ Վկային հարցում եմ ասում եմ, կարող է ուրիշ բան ես ասել, որ ուրիշ է կամ մի փոքր այլ է ձևակերպումը, թե այն ինչը որ հայտնել ես, այն ինչը որ ստեղ գրած է եւ իմ կողմից հրապարակվել, ճշմարտությունն է։ Հիմա ես հարցս դրան է վերաբերվում, պատմական։ Ուրեմն ընդունել եմ մեղադրանքի կողմի հարցադրումը, եթե իրականությանը համտեսկանում է նշեք, որը բան, եթե իրականությանը չի համտեսկանում կամ ամբողջական չէ, նշեք այդ մասին։ Ես իշտեմ նշում եմ, հիմա, այսինքն քննիչի մոտ ինչ ասել են իրականությունը թե ոչ, ինչ կա այդ ասել են ես։ Այսինքն ինչ որ ասել եք ճիշտ եք ասել։ Իսկ հիմա այն է ճիշտ ասել։ Այլ հարցեր չունեմ։ Ես ունեմ։
Հիմա չէ, Մեկ վարքյան ունեք հարցեր։ Չունեմ։ Դուք ունեք հարցեր, խնդրեմ։ Ես ունեմ։ Հարգելի վկան, հետ հավաքվեք։ Տեսեք։ Պատահական առարկում եմ ձևակերպման հետ կապված ինչ է նշանակում մի հատ հավաքվենք վկային։ Խնդրում եմ նման ձևակերպումներ չհնչեցնել, որովհետև կաշկանդող եւ տեղ-տեղ նաեւ ճնշող բնում է դերում, որովհետև պաշտպանը չի կարող նշել վկան հավաքվի, թե չհավաքվի։ Առանց դառնալու փորձեք։ Հարգելի վկա, տեսեք, ի սկզբանե հարցաքննության ժամանակ հարց ու պատասխանի տեսանկյունից դուք ի պատասխան դատախազային հարցիկ թե տեսել եք թևանցուկ ընկած Լևոն Քոչարյանի եւ Սամսոնից թե ոչ, դուք հստակ պատասխանեցիք, որ ոչ։ Հիմա քիչ առաջ հրապարակվեց ձեր ցուցմունքը նախաքննության ընթացքում, որտեղ դուք ասել եք, որ դուք այդ իրավիճակը տեսել եք։ Ձեզ հարց ուղղվեց, ձեզ հարց ուղղվեց, թե քննիչի մոտ ճիշտ եք ասել թե ոչ, դուք ասացիք ինչը որ իրականն է, այդ էլ նշել եք։ Հիմա քիչ առաջ այլ ինչ ասում եք, որ Լևոն Քոչարյանին եւ մյուս անձանց թեւացուկ ընկած չեք տեսել։ Դա իրականը չէ։ Այսինքն ստեցիք այստեղ։ Մեկ վարքյան դառնություն։ Չէ, ստելու։ Երբ ուշադրություն ես հասկացաք ինչի։ Հասկացա։ Վարորդի մասնակիցների հարցերին այլ ձևով եք պատասխանել։ Հասկացա։ Քննիչի մոտ այլ ձևով եք տվել հարցին պատասխանել։ Այս է պաշտպանի հարցը։ Հստակ ես այստեղ։ Հիմա ես քննիչի մոտ 2000 չեմ հիշում որ թվականին ասեցին, որ այդ ցուցմունքը տվել 20 այդ ժամանակ ասենք հստակ հիշում եք, հիմա բաներ կա, որ ոչ թե ստեղ ինչ-որ հարց բան սխալ եմ ասում կամ են չեմ լավ չեմ հիշում Ավարտեցիք։ Տեսեք, կան հարցեր, որոնց վերաբերյալ դուք քիչ առաջ ստույգ էիք պատասխանում։ Այդ հարցերից մեկի վերաբերյալ պատասխանը նաև դա է, որ թևանցուկ չեք տեսել Լևոն Քոչարյանին։ Եղել են հարցեր պաշտպանների կողմից հնչում, որոնց դուք պատասխանել եք, որ չեք հիշում կամ լավ չեք հիշում։ Այսինքն բաժանենք ձեր այսօրվա հարցաքննությունը երկու մասի։ Մի բան կա, որ լավ հիշել եք, ասել եք ոչ կամ այո, բաներ կա, որ ասել եք չեմ հիշում կամ լավ չեք հիշում։ Հիմա այդ հարցի վերաբերյալ դուք չեք ասել չեմ հիշում, մոտավորապես էսպես, դուք հստակ ասել եք, որ ոչ, չեմ տեսել։ Հիմա ոնց կպատասխանեք եւ մի վարքյան, ոնց կպատասխանեք եւ պարտքը բարձրաբանեք այն, որ հենց դատախազը ձեր ցուցմունքը հրապարակեց, դուք հիշողության առումով այլ դիրքորոշում։ Այլ դիրքորոշման հարցը չի, չի այլ դիրքորոշման։ Չէ, այդ մասով ասեցիք, որ լավ չեմ հիշում։ Որ մասով չասեցի։ Այդ թևանցուկ ընկնելու հանգամանքի մասին։ Երբ ասեցի լավ չեմ հիշում։ Նոր։ Ասում եք, դե ժամանակ ավելի լավ է երևի հիշում։ Էլի երևի ասիք, պարոն Խեչյան։ Այն ժամանակ ասում եմ, այն ժամանակ ասել։ Հիմա ասածը սենա, որ երկար ժամանակ անցել չեմ կարող կոնկրետ հիշել։ Հիմա իմ ասածը էտա։ Հիմա Էնա թե էնա, երկուսն են տատանվում եք, թե ասում եք այսօր։ Ոչ, չեմ տատանվում։ Այսինքն տատանվում քննիչի մոտի ցուցմունք տվածնով հիմիկվա ասածը այդ տատանման հետ կապված։ Շատ լավ, մի վարքան էլի։ Հիշեցեք։ Որ տվեք միջև աշխատում պատասխան։ Այն ժամանակ որ գնացել ցուցմունք եմ տվել։ Դեմոք չեք հիշում ոնց եք գնացել։ Հիմա երկար ժամանակ անցել, բաներ կա, որ չեմ հիշում հիմա։ Էմա տարել եք հիշում։ Հա։ Հիմա վերջը դուք ինձ մոտեցել եք, թե չէ։ Կարանք հասկանալ։ Դուք ինձ մոտեցել եք այդ գործողությունը, երբ որ ինձ ուզում եք նման։ Անձամբ ձեզ։ Դուք անձամբ մոտեցել եք։ Ձեզ։ Այո, Մեր այդ շղթակոչվածին դուք մոտեցել եք։ որտեղ շղթայի կենտրոնը ըստ մեր գործընկերների Լևոն Քոչարյան։ Հիմա կամ եթե դուք այդ շղթային մոտեցել եք, ուրեմն դուք Լևոն Քոչարյանին տեսել եք շղթայի մեջ։ Կամ այն ինչը ոչ 3 րոպե առաջ ասեցի, որ դուք Լևոն Քոչարյանին տեսել եք ուղղակի կանգնած եւ վերջ։ Հիմա որ մեկն է ու ասել, պարոն Խեչյան, այս մասն էլ հստակեցնեմ։ Մենք տեսանյութով կկարանք նույնացնենք,
Դուք եկել եք Լևոն Քոչյանի մոտ, թե չէ։ Ավելին, հիմա եթե քննիչը ձեր բառերը մի քիչ այլ կերպած ձևակերպել, էդ էլ կարող փորձեք հիշել, կամ ոչ։ Այսքան։ Դուք ինձ մոտեցել եք, թե չէ։ Անձամբ ձեզ։ Հա, տենց հաստացին, որտեղ որն է Լևոն Քոչյանը, դա է պայմանական շղթանը։ Կամ Լևոն։ Բեմագարություն, ձայն չանեք, իսպինցիս։ Չեմ կամպոն դատավոր եմ։ Կարող անձամբ ձեզ չեմ մոտեցի, ուրիշին եմ մոտեցի, դա ուրիշ բան, եթե դուք ասում եք անձամբ ինձ։ Տեսեք, դուք շղթան լսել եք, մի քանի հոգի թև մտած, որ եկել են դեպի ուսիքաները։ Նման բան նկատել եք, թե չէ նկատել։ Այս սենց որ նկարագրում եք չգիտեմ։ Դատախազն ուղիղ հարցը տվեց, ասեց այս են թև ուղիղ, ասիք ոչ։ Տենց պատկեր տեսել եք, մարդիկ իրար ձեռ մտած մոտենան դեպի ոստիկանները։ Դուք տեսել եք նման բան, թե չէ, չգիտեմ ինչ խոսացել։ Արգելում կա, կաշկանդված եք հիշում։ Չեմ կաշկանդված, անդադար։ Հիշողության հետ կապված կորուստում եք դուք, խնդիրում եք հիշողության հետ։ Չեմ իկը չեմ կարող հիշեմ, հա։ Այդքան ու շատ ժամանակ երկար ժամանակ առաջ չի տեղի ունեցել այս ինչ-որ տեղ ունեցել։ Հասկանում եմ ձեզ, բայց Որն է, ինչն է իրականությանը համտեսանում, ինչը ոչ, ասեք հասկանալի լինի, որտեղ արդեն վարդի մասնակիցները յուրաքանչյուրը 2-3 անգամ նույն հարցերը ձեզ ուղղում են, տարբեր պատասխաններ եք ստանում։ Եվ հիմա եք նախազգուշացված քրեական պատասխանության մասին և նախագնության մարմնի կողմից եք նախազգուշացված։ Նշեք, որն է իրականությունը, հասկանալ։ չեմ կարող հիշեմ, պարոն դատավոր, չեմ կարող։ Անցել է այդքան երբ այդ ժամանակ անցել է, ես չեմ իրոք չեմ հիշում։ Այն վաղտին ջոսեք հիշում եք ասել։ Այն վաղտ, որ գնացել եմ ինչ կար ասել եմ, հիմա երկար ժամանակ անցել սենց հարցերով։ Շնորհակալությունն է, սա։ Այդե ես Բացարձակ շնորհակալություն է։ ասել եմ ինչ ընդեղ որ Ձեր հարցակրությունը նկարահան, տեսը նկարահանում էր։ այո, Պատվարժան դատարանը հարցադրումը հետևյալ կերպել էլի, մի հատ ուղիղ ձևակերպել, պարոն Քեչումյան, պարզ հարց ձևակերպել էլի, կասկածի տակ չենք դնում ոչ ազատությունը, պարկեշտությունը, ճշմարիտ ցուցմունք տալու վճռականությունը։ Եթե տեսանյութով վերևում է, որ դուք այդ շղթային մոտ չեք եղել, որ դուք Լևոն Քոչյանի հետ լրիվ ուրիշ էպիզոդում եք առնչվել։ Չէր առնչվել։ Հերվից հետևել եք, բայց լրիվ ուրիշ կտորում։ Այդ ժամանակ ինչ ենք անելու, իմ հարցը մոտավոր է սա։ Անկեղծ եմ ասում, ասեն ձեզ ես այդ տեսանյութը կա, չեմ էլ հիշում այդ տեսանյութը։ Պատկերացրեք, կա տեսանյութ, որտեղ տենում ենք որտեղ է պարոն Խեչումյանը կանգնած։ Պատկերացրի, ոչ թե ձեր համար նայելու, ասում եմ տեսանյութ ունենք, որտեղ երևում է, որ օրինակ դուք ոչ թե իմաստեղ եք կանգնած, այլ կանգնած եք շենքի դուրսը։ Հիմա հարցը։ Հիմա դուք ցուցմունքով քննիչի մոտ, ասում եք դուք ներսն եք կանգնացել շենքի այստեղ, բայց ասում եմ տեսանյութով, որ երևում է դուք դուրսն եք, այդ հակասությունը ինչ ենք անում։ Դուք կողմից եմ դասում եք ժամանակում դրասանում չկա նման հակասության վերաբերյալ տվյալ։ Նայեք, Հիմա տեսեք ոնց է, բախի առնելու չի հիշում, մեկադրանքի կողմը որ է, չի տեսնում, հարգին է անային որպեսի տեսանյութի արձանագրությունը հրապարակվի հարցաքննության